Ողջույն ձեզ, քուրեր եւ եղբայրներ, ես կուզեի խոսեի մի հարցի շուրջ, ստորագրվեց տրիպ այդ ճանապարհի մասին պայմանագիրը։ Ճիշտն ասած, ինձ այդ տրիպ բառը մի քիչ ուրիշ բան է հիշեցնում, չեմ ուզում նեղացնեմ Ամերիկայի նախագահին, բայց ինձ թվում է մի քիչ անվանումն էլ է այսպես տարօրինակ, որոշ բժիշկներ ինձ այդ մասով իմ հետ կհամաձայնվեն։ Բայց իրականում հենց այդ հիվանդությունը ոնց որ կարող է հենց մեզ բոլորիս վերաբերվի։ Էլի այսպես խաբեբայություն, լիովին խաբեբայություն։ Մեր երկրի ղեկավարները, որոնք այսպես կռուտիտ են անում, որ իրանց այս հանձնվելը ցույց չտան, արդեն ճիշտ ասած ոնց որ թե իրենց մոտ սովորություն է դառել, մեր մոտ էլ սովորություն է դառել, որ հասկանում ենք այնպես, ոնց որ թե իրանք ուզում են։ Մինչև այս տրիպին հասնենք, ապա ես կուզեմ հիշենք, որ մի 2 տարի առաջ, երբ որ ստեղծեցին այդ դելիմիտացիոն կոմիտեն, որը կոմիսիա էր, չգիտեմ ամեն ինչ էր, որը պետք է բանակցեր Ադրբեջանի հետ եւ ի վերջո պարզեր հայ-ադրբեջանական սահմանները, խոսքը գնում է ամբողջ երկնքով։ Աշխատեցին միայն Գյուրանցի ուղությամբ, Տավուշի ուղությամբ եւ փողերը հանձնեցինք եւ վերջացավ։ Հաստատի ինչ եղավ։ Ժողովրդին խաբելու համար իրանք ստեղծեցին այսպես մի հատ լեգենդ, որ մենք ստեղծել ենք համատեղ այսպես կոմիսիա, հանձնաժողով, որը որ զբաղվում է սահմանի այսպես պարզելու սահմանը, թե որը որտեղից է անցնում, ինչ սահման անցնում եւ այլն։ Հանձնեցին հողերը Ադրբեջանին եւ այդ աշխատանքները դադարեց մինչեւ այսօր։ Հիմա այս ճանապարհը, տեսեք Ալիև ինչ էր ասում։ Ասում է հայ սպան կամ հայ մարդը չպետք է ստուգի ադրբեջանցու փաստաթղթերը, երբ որ այդ ադրբեջանցին փորձի այդ ճանապարհով հասնի Նախճիվան։ Կարդում եմ այս պայմանագիրը եւ հասնում եմ, որ Ալիևը այդ իրավունքներ ստացավ եւ ապահովեց իր ժողովրդի համար։ Փաստացի ստացվում է այսպես։ Խաղաղության մասին ենք խոսում։ Երբ որ հայը պետք է հատի Ադրբեջանի սահմանը, հենց այդ նույն ճանապարհով ադրբեջանցի սահմանապան պետք է ստուգի հայի փաստաթղթերը, հայցում մաքսային տան աշխատավար, այսպես իր ձեռքով վերցնի, նայի, չգիտեմ, կնիկ խփի։ Մեր մոտ դա չի լինելու։ Չեք կարծում, որ ստե մի քիչ արժանապատվության խնդիր կա, հələ դնենք այն կողմ, հələ հողերի մասին կխոսենք։ Փաստացի ստացվում է։ Իսկ ինչի պետք է լինելու ադրբեջանցիներին, օրինակ բացել հայ-ադրբեջանական սահմանը մյուս ուղղություններով։ Եթե այստեղ կա այդպես պայմաններ։ Գրել են, որ մեր սուվերենիտետ իրավունքները պահպանվում է այդ տարածքի վրա եւ այլ։ Բայց քեզ ասում են դու չես կարա ստուգես սահմանը հատելուց ադրբեջանցու փաստաթղթերը։ Ինչա գայի պոստեր ես տնելու։ Քեզ էլ չեն թողելու։ Դուք օտարել եք 49 թարով առնվազն Հայաստանի հողի մի մաս։ Հետո իրավունքով երկարացնել եւս 50 տարի։ Դուք նույնիսկ որոշել եք այն մեր ապագա երեխաների տեղը, ասենք մեր սերունդների մասով, ապագա, որ իրանք պետք է երկարացնեն։ Լսեք, դուք вообще շոուից ընկել եք։ Դուք ով եք։ Ինչ իրավունքով եւ որտեղ է գրած սահմանադրության մեջ, որ դուք իրավունք ունեք փաստացի օտարել հայկական հողը։
Դա հողի օտարում է։ Կարող է իրավաբանները ասեն, այնտես սուվերենիտետը պահպանվում է, մեր տամոժնին կարա ստուգի, մեր ոստիկանները կարան, չգիտեմ, այնտե մեկին բռնեն։ Ասում է, «Поживем, увидим»։ Ոչ մի բան էլ չեք կարալու անեք, քիթները չեք կոխելու այնտեղ։ Ես ինչ որ գրած է, սա աբսուրդ է։ Սաղ աշխարհը ծիծաղում է մեր, Ժորժա, մենք մեր հեղինակության մասով մեծ խնդիր ունենք։ Հաշվեք մեղրին եւ այդ ճանապարհը կորցրեցինք։ Փաստացի հաշվեք։ Հանձնեց, ոնց որ հանձնեց Թավուշի հողերը, ոնց որ հանձնեց Սև լիճը, ոնց որ հանձնեց Գեղարքունիքը, ինքն է հանձնել, իրանք են հանձնել, որտեվ ոչ մի տեղ, ոչ մի դեպքում, ոչ մի գործողության, ռազմական գործողության հրաման չի տրվել։ Չեմ կարծում, որ կար պաշտպանության նախարար, որ պատրաստ չէր լինի մինչև այսօր պատրաստ չէր լինի կրակելու հրաման տալ։ Միայն ու միայն մեկ հոգուց է գալիս։ Սա փաստ է նրա մեջ, որ հաստատվում է այն ինչ որ ես ասել եմ, որը հրապարակելու եմ, որ ինքը ստորագրել է փաստաթուղթ, որով հանդիսանում է արդ երկրի գործակալ։ Եվ մենակ ինքը չի։ Եվ այսպես շարունակ մենք կորցնելու ենք ամեն ինչ։ Կորցնում ենք, արդեն կորցնում ենք։ Եվ փաստացի ստացվում է, նա, ու ես չեմ զարմանա, որ այդ չգիտեմ, հիմնարկը, որ պիտի բացեն, որ սպասարկի այդ մեղրի տարածքը, որ այդ հիմնարկի մեջ լինեն թուրքեր եւ ադրբեջանցիներ։ Բացարձակ չեմ զարմանա։ Ու Ալիևը ամեն ինչին հասնելու է, մենք սահմանադրությունն էլ կփոխենք, եթե սահմանած մեր երկրի ղեկավարը։ Մենք ադրբեջանցիներին էլ կընդունենք 350,000, որ կա, մեր գերիները այնտեղ կդատվեն եւ կնստեն, եթե մի ուրիշ երկիր չմիջամտի, որ իրենց բաց թողեն։ Ավելին ասեմ, եւ վերջում մենք էլ կճանաչենք Արևմտյան Ադրբեջանը, իսկ հետո կասենք, որ Երևանն էլ կոչվում է Երևան, եթե սրանք մնացին իշխանության։ Ժորժան, արթնացեք, օրինակ վերցրեք հարևան երկրներից, Վրաստանից, Իրանից, թե ժողովուրդը ոնց է պայքարում, օրինակ վերցրեք, մի թողեք այս թափթփուկներին, մեր ճակատագիրը որոշեն, արդեն մեր թորների տեղը ստորագրել են, թե ով ումա պատկանում, ինչի ումնա պատկանում։ Նորից եմ ասում, սրանք ով են, ու թող ցույց տան այդ օրենքը, թող ցույց տան այդ հիմնավորված գիտական աշխատանքը, որի հիման վրա իրենք այդ փաստաթուղթը ստորագրել են, թող ցույց տա այդ որոշումը, որի հիման վրա արտգործնախարարը դա ստորագրել է։ Թող ցույց տան, թող հրապարակեն որոշումը, ով է որոշել, որ արտգործնախարարը պետք է գնա դա ստորագրի, արտգործնախարարը տենց իրավասություններ չունի։ Արտգործնախարարը չի կարա հող հանձնի կամ հող վերցնի, պետք է լինի որոշում։ Ցույց տվեք այդ որոշումը։ Ցույց տվեք։ Իսկ դա պետք է առնվազն լիներ օրենքի ուժով պարլամենտում ընդունված որոշում, որը պետք է ստանար օրենքի ուժ։ Հիմա հետին թվով հեսա մի բան կնկարեն, ես ճիշտ ասած չեմ հասկանում, ես չեմ էլ զարմանում, ես վերջերս մի երկու ասուլիս եմ նայ, մարդիկ չեն հասկանում ինչ պաշտոն են զբաղացնում, ունես տպավորություն, որ բամբասանքներով են, բամբասանքներից խոսացող մարդիկ, որոնք զբաղվում են, ասենք, պաշտպանության ոլորտում, անմակարդակ խոսակցություններ, անմակարդակ, ոչ մի ստրատեգիական
բան չկա, ոչ պաշտպանության ոլորտում, ոչ տնտեսության մեջ, ոչ անվտանգության մեջ, ոչ մի ստրատեգիական, նույնիսկ այդ մարդիկ չեն կարողանում դա վերլուծել։ Մենք կատարում ենք այլ երկրի ծրագրեր։ Մեր երկրի համար ոչինչ չեն արել այս մարդիկ, այսքան այս վերջի ինչ եկել են իշխանություն, ցենց ասում։ Ոչ մի բան հանուն հայրենիքի չեն արել։ Ոչ մի օգուտ հայրենիքին չեն բերել, ոչ մանավանդ միջազգային հարցերում։ Ոչ մի տեղ, ոչ մի փաստաթուղթ իրենք չեն ստորագրել, որ մեր հեղինակության հանդեպ չլինի հարցեր։ Պայքարեք ժողովուրդ։ Պայքարեք։